միայն 2024 թվականին 50,000 քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդությունը։ Դուք կարող եք մտածել, եւ հիմնական տպավորությունը այդպիսին է, որ բուժումը չարագ նոյագոյացություններով հիվանդների անվճար է։ Դա այդպես չէ, սիրելի քաղաքացիներ։ Ես հիմա Տիկին Հունանյան կներկայացնեմ ամբողջ հարցման պատասխանը եւ կխնդրեի նաեւ ձեր ելույթում սրան անդրադարձ կատարեիք։ Հարցը հետեւյալն է. որքան գումար է պետ պատվերով տրամադրվում քաղցկեղ ախտորոշմամբ Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացուն։ Պատասխանը հետեւյալն է. որ փոխհատուցվում են չարորակ նոյագոյացություններով հիվանդների քիմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը ուշադրություն, բացառությամբ քիմիաթերապևտիկ դեղերի։ Ձեզանից որևէ մեկը, իմ ընդդիմադիր գործընկերներից, իշխանական խմբակցության падգամավորներից որևէ մեկը, Տիկին Հունանյան, խնդրում եմ ձեզ, ձեր ամփոփիչ ելույթի ժամանակ ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բացատրեք, թե ոնց է հնարավոր բուժել քաղցկեղ հիվանդությունը առանց քիմիոպրեպարատի։ Ոնց է հնարավոր բուժել։ Իսկ այդ դեղերը բավականին թանկ են։ Որոշակի չափաբաժիններով սակայն դեղերի ծախսը փոխհատուցվում է։ Օրինակ, Հոջկինի լիմֆոմայի կամ ոչ Հոջկինի լիմֆոմայի դեպքում փոխպատվաստումը կազմում է առաջին քիմիոթերապիան սկսելուց հետո 1 տարվա ընթացքում 300,000 դրամի չափով։ Սիրելի հայրենակիցներ, քիմիոթերապիայի մեկ կուրսը, միայն հիմնական քիմիոպրեպարատը 1 միլիոն դրամ արժի։ Եվ միջինում 4 կուրս է անցնում հիվանդը, նույն այս Հոջկինի լիմֆոմայի կամ ոչ Հոջկինի լիմֆոմայի դեպքում 4 կուրս է անցնում բուժման։ Դուք կարող եք ինձ բացատրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին ասում են, որ եթե դու քաղցկեղով հիվանդ ես, ապա քաղցկեղի բուժումը անվճար է Հայաստանի Հանրապետությունում, ոնց կարող է 300,000 դրամով բուժվել։ Այլ հիվանդությունների դեպքում, սիրելի հայրենակիցներ, 1 տարվա կտրվածքով այլ հիվանդություններ նկատի ունեմ չարորակ նոյագոյացություններով հիվանդությունների տեսակների դեպքում։ Օրինակ, երեխաների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիաթերապևտիկ դեղերի, օրինակ, 1 տարվա ընթացքում տարեկան միջինը 200,000 դրամ։ Մեծահասակների չարորակ արյունաբանական հիվանդների քիմիոթերապիկ դեղերը 1 տարվա ընթացքում տարեկան 150,000 դրամ։ Դուք պատկերացնում եք, սա ինչ ծիծաղելի ողբերգական թիվ է։ Ողբերգական։ Սա ցավազրկողի գումարն է ընդամենը։ Այսինքն պետությունը հայտարարում է, որ քաղցկեղով հիվանդին ինքը բուժում է, ստանձնում է ծախսերը եւ 150,000 դրամ է հատկացվում տարեկան, նորից եմ ասում, դա ցավազրկողի գումար անգամ չի կարող լինել։ Այլ բան, շատ պրեպարատներ գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում։ Օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստման մի պրեպարատ կա, որը գրանցված չի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց դուք, սիրելի հայրենակիցներ, այդ տեղը կարաք գտնեք Հայաստանի Հանրապետության տարատեսակ նկուղներում, բայց ձեզ չեն տալու որևէ սերտիֆիկատ դեղի ծագման մասին, գումարը ստանալու են արձեռն, թաքցնելով իրենց գործունեությունը։ Հիմա սա խնդիր է, թե սա խնդիր չի։ Կամ առհասարակ, այդ հիմնական դեղամիջոցով է
կատարվում օրինակ ոսկրածուծի փոխպատվաստումը։ Ինչի գրանցված չի Հայաստանի Հանրապետությունը։ Ողջամիտ պատասխան առողջապահության նախարարությունը ինձ չի պատասխանել։ Ես մի հռետորաբանական հարցադրում եմ արել առողջապահության նախարարությանը, թե ինչ պետք է անի մարդը, եթե այդ հատկացված 150,000 դրամը սպառվել է, բայց ինքը բնականաբար դեռևս բուժման կուրս ունի անցնելու։ Ես ուզում եմ ընթերցել առողջապահության նախարարի պատասխանը, սիրելի հայրենակիցներ։ Չարորակ նոյագործությունների բուժումը հերթագրման ենթակա չէ եւ նշված պացիենտների հիվանդանոցային բժշկական օգնությունը եւ սպասարկումը պետք է կազմակերպվի պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով արտահերթ անկախ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առողջապահություն բաժնի տվյալ ծրագրին հատկացված գումարների առկայությունից։ Կենաց, մեզ եք մեղադրում կենացներ ասելու մեջ։ Ես մի բան եմ հասկացել, մարդը, որը չունի գումար, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը չունի գումար, դատապարտված է մահվան եւ իրավունք չունի հիվանդանալու եւ հիվանդանոց ընկնելու, չունի իրավունքը դրա, որովհետեւ դատապարտված է մահվան։ Սա մեր ամենակարևոր խնդիրն է։ Անապահով մեր քաղաքացիները ամենաառաջնային բախվում են այս խնդրին։